Мы продолжаем изучать Ульриха Цвингли, Մենք շարունակում ենք ուսումնասիրել Ուլրիխ Ցվինգլիին, пастора Швейцарии. Շվեյցարիայի հովվին, И он оказался очень странным человеком. եւ նա բարձրաց շատ տարօրինակ մարդ էր։ В нем много противоречий. Շատ հակասական մարդ էր։ И частично, наверное, это потому, что он относительно молодой, он моложе Лютера. Եվ երևի թե դա մասամբ նրանից էր, որ նա մի երիտասարդ էր Լյութերից, И он погибнет очень рано. եւ երիտասարդ էլ մահանում է, վաղ էլ մահանում է։ То есть он человек, который оставил очень много впечатлений на других, Այսինքն սա մարդ է, որ շատ տպավորություններ է թողել մնացածի վրա, но у него не было времени обдумать системно свое вероисповедание. բայց չունեցավ ժամանակ, որպեսզի մտածի, համակարգի, հա, սիստեմացնի իր հավատամքը։ Мгм. И поэтому его недоработки будут дорабатывать другие. Եվ այդ իսկ պատճառով էլ այն իր բաց թողումները կաշխատեն եւ կլրացնեն մյուսները И систематизировать. եւ կհամակարգեն։ И пресвитерианство– это система, которая выйдет из Швейцарии. Երիտականությունը, պրեսբիտերյանները Мгм. կլինեն, հա, Շվեյցարիայում Она будет уже доработана Кальвином и Буллингером. եւ այս համակարգը համակարգի վրա դեռ կաշխատի Կալվինը եւ Բուլինգերը։ Мгм. И они будут дорабатывать вот этот винегрет, который Цвингли оставил. Եվ իրենք այս աղցանը, որ Ցվինգլին թողել է, կհամակարգեն, կաշխատեն իր վրա։ Мгм. Значит, почему так получилось? Ինչի այսպես պատահեց։ Потому что Швейцария особенная страна географически. Որովհետև Շվեյցարիան աշխարհագրական աշխարհագրորեն հետաքրքիր մի տարածաշրջան է։ Это горная, труднопроходимая местность. Այն լեռնային դժվար անցանելի տարածք է։ Во время Второй мировой войны Гитлер не завоевал Швейцарию. Եվ երկրորդ համաշխարհայինի ժամանակ Հիտլերը չգրավեց Շվեյցարիան։ Да, есть такая легенда, такой анекдот. Неизвестно, если это правда. Կա այսպիսի մի լեգենդ, չգիտենք ճիշտ է թե А, չէ, Но якобы Гитлер послал посла к Швейцарии и сказал им, сдавайтесь. բայց այսպես է այն ընթանում, որ Հիտլերը մի մարդ է ուղարկում գործողում եւ դեսպան եւ Он ասում է говорит, որ я հանձնվեք, вас окружил со всех сторон. ասում է հանձնվեք, ես ձեզ բոլոր կողմերից շրջափակել եմ։ Я завоевал Францию, и я вас просто раздавлю. Ես գրավել եմ Ֆրանսիան եւ ես ձեզ ուղակի կճզմեմ։ Да. И тогда население Швейцарии было около 200 тысяч, что-то такое. Եվ այդ պահին մոտ 200,000-ի կարգի է Շվեյցարիայի բնակչությունը։ То есть небольшое население. Այսինքն փոքր բնակչություն էր։ Да, и он сказал, что я пришлю 400 тысяч солдат в Швейцарию. Եվ ասաց 400,000 զինվոր կուղարկեմ Շվեյցարիա։ Да, то есть на каждого жителя два немца. Այսինքն ամեն բնակչին երկու գերմանացի։ И посол Швейцарии ему ответил. Եվ Շվեյցարիայի դեսպանը իրեն պատասխանում է։ И он сказал, мы тогда выстрелим 2 раза. Մենք այդ բարագայում երկու անգամ կկրակենք։ Да, то есть такой смысл, что мы умеем за себя постоять, мы умеем воевать. Այսինքն միտքը այն է, որ մենք կարողանում ենք ինքներս մեզ պաշտպանել, մենք կարողանում ենք կռվել։ Да, и что у нас воюют и дети, и женщины тоже. Եվ որ մեր մոտ կռիվ են անում նաև կանայք եւ երեխաները։ И что все не вооружены, у всех есть оружие. Եվ որ բոլորը զինված են, բոլորի մոտ կա զենք։ Да, не знаем, если такой разговор был или нет, Մենք չգիտենք իրականում այդպիսի խոսակցություն եղել է թե ոչ, но знаем, что оккупирована она не была, то есть ее не оккупировали. բայց մենք գիտենք, որ այն օկուպացված չի եղել։
Да. То есть Շրջափակված չի եղել։ это место, которое представляет из себя альянс независимых городов, государств. Եվ այն հանդիսանում է տարածաշրջան, որը դաշինք է անկախ երկրների։ Мгм. И она стала магнитом диссидентов. То есть сюда сбегаются люди со всей Европы, которые попадают под репрессию. Եվ սա մի ապաստարան է դառնում, որ Եվրոպայից տարբեր մարդիկ, ովքեր ընկնում են ճնշումների տակ, այստեղ են փախչում։ И, кстати, где-то половина кантонов остаются в католичестве. Եվ իդեպ համարյա կեսը այդ կանտոնների անկախ հանրապետությունների մնում է А, կաթոլիկ, но даже там реформация начинается все равно идти. բայց անգամ այդ հատվածներում բարեկարգությունը շարունակում է առաջ ընթանալ։ Да, потому что католическая церковь начинает реагировать, она начинает тоже исправлять некоторые самые ужасные свои ошибки. Եվ այնտեղ էլ կաթոլիկ եկեղեցին շարունակում է իր արձագանքը տալ։ Мгм. И если вы, вас, например, обижают в вашей стране или вы попали под войну, Եվ եթե ձեզ նեղացնում են, ճնշում են ձեր երկրում կամ օրինակ դուք ընկել եք պատերազմի տակ, неважно, вы католик, реформатор или радикальный реформатор, կարևոր չի, դուք կաթոլիկ եք, բարեկարգյալ եք, ծայրահեղական բարեկարգյալ եք, вы знали, что можно, если бежать в Швейцарию, там всегда можно найти кого-то, кто вас примет. դուք կիմանայիք այդ ժամանակ, որ եթե դուք փախչեիք Շվեյցարիա, ինչ որ մեկը կգտնվեր, որ ձեզ կտարապացնի։ Да. Значит, вопрос тогда, как же швейцары стали такими могущественными солдатами? Հարց, ինչպես շվեյցարացիները դարձան այսպիսի զորավոր մարտիկներ, Да. Как они стали элитами, наемниками, самыми лучшими наемниками в Европе? ոնց դարձան վարձկանների ամենա վարձկանների վերնախավը, այսպես ասած Եվրոպայի։ Да, ответ это алебарды. Եվ պատասխանն է как их назвали? Алебарды, алебарда. Ալիբարդներ, այս խմբավորման մասն է խոսքը։ Да, это такое оружие, вы видите его на фотографии. Թե զենքի եւ սա զենք է, որ տեսնում եք դուք Да, похоже на копье с топориком. այսինքն կացին է եւ ծերին էլ սուր, այսպես հարմարանք կա, То есть оно не выглядит особенно устрашающим. այսինքն այն այ արտասովոր վախեցնող չի, նիզակ է եւ կացին։ Но это оказалось супер оружие против именно рыцарей. Բայց պարզվեց, որ սա գերեզոր զենք է հենց ասպետների դիմաց։ Они так сделаны, чтобы вскрывать рыцарей, как консервные банки. Как? Вскрывать рыцарей, как консервную банку, как алюминиевую банку вскрывать. Նրանք այնպես են պատրաստված, որ այդ ասպետներին բացում են այնպես, ինչպես կոնսերվանտների այդ ամանը տարա։ Да. И тут дело не просто в самом оружии, что оно опасное, Խնդիրը այստեղ այն էլ չի, հարցնանում չի, որ զենքը ինքնին վտանգավոր է, а в командной работе. այլ հարցը այստեղ կայանում է իրենց թիմային աշխատանքը։ Потому что первый ряд солдат, который стоит в самом впереди, Որովհետև առաջին շարքի զինվորները их задача цеплять и тащить рыцарей к себе. իրենց առաջադրանքներ հանդիսանում կապել, հա, եւ քաշել այդ զինվորներին դեպի իրենց։ Чтобы их вытащить из строя, чтобы они были не в линии, а чтобы из линии вытащить одного рыцаря. Եվ որ խախտեն իրենց այդ ուղիղ դասավորությունը, որ ասպետների դասավորության մեջից մեկին քաշեն հանեն եւ այդ ուղիղը արդեն փոխվի իր տեսքով И стараться зацепить ему ноги и уронить его на спину, чтобы он упал. եւ փորձում էին ոտքերից բռնել քաշել, որ ինքը մեջքի վրա ընկնի։ И тащить его к себе, чтобы он по траве катился к строю солдат своих. Եվ որ այսպես մեջքի վրա ընկնի ու խոտերի վրա իրեն քաշեն տանեն իրենց շարքերը։
А потом остальные, которые рядом стоят, они копьями начинают искать слабые места в броне рыцаря. Եվ մնացածներն էլ այդ ընկած վիճակում ասպետի այդ սաղավարտի եւ ընդհանրապես իր պաշտպանիչ այդ հագուստի վրա այս նիզակներով այսպես փորձում էին թույլ հատվածներ գտնել։ Да, и вот эта пика длинная, она гибкая. Եվ այս երկար նիզակի ծայրի նմանվող գործիքը ինքը Это, ճկուն է։ да, это как ножик, который, если вставить между щитков, он проскальзывает внутрь. Հմ, Այսինքն ինքը ճկուն է դանակի պես, որ եթե օրինակ ինչ որ թեք հատվածի վրա դնես եւ ուժ գործադրես, այսպես sense սղալով ներս է մտնելու։ Да, и когда команда очень хорошо натренирована, то есть они знают, как это делать, у них есть практика, Եվ երբ որ թիմը լավ պատրաստված է, այսինքն եթե իրենք ունեն արդեն փորձ, они рыцарей вскрывают как орехи. այդ դեպքում իրենք այդ ասպետներին ուղղակի, այսպես ասած, պոպոքի պես կլպում են եւ դուրս են հանում իրենց կաղապարից։ То есть просто щелкают их за 30 секунд. Вытащили, закололи, следующего вытащили. Եվ մի 30 վայրկյանի ընթացքում քաշում են, բերում են, այսպես ասած, իրենց զրահիներից դատարկում են եւ դուրս են հանում եւ հաջորդին են անցնում արդեն։ Да, и сами они не одеваются как рыцари. У них есть броня, но ее не так много. Եվ իրենք անձամբ էլ այս ասպետների պես զրահապատ հագուստներով չեն հանդես գալիս։ Իրենք ունեն այո զրահներ, բայց այդպիսի քանակի չի, ինչպես որ նրանցներ։ Да, то есть это ловкость и работа в команде. Այսինքն այստեղ իրենց ուժը ճկունությունն է եւ թիմային աշխատանքը։ Вот, и получается, что они бьют любое войско европейское. Ես ասում եմ, որ իրենք դրա միջոցով կարողանում են հաղթել ցանկացած եվրոպական բանակի։ Коней они тоже не боятся. Ձիերից էլ չեն վախենում նրանք։ Да, потому что на конницу они просто выстраивают стену из пик. Որովհետև այդ ձիերով հարցակողների համար ուղղակի իրենք այսպիսի նիզակներից մի շարք են պատրաստում И выставляют себя квадратом. եւ իրենք այդպես ուղիղ են պահում, համել իրենք քառակուսի դասավորությամբ են կանգնում։ Так что внутри никого нету. То есть солдаты просто все по сторонам квадратов, 2 или 3 ряда, а внутри ничего нету. Իմ մեջտեղը դատարկ է մնում, իրենք ուղղակի եզերով, այսպես իրենք իրենցով, այսպես քառակուսի տեսքով կանգնում են իրենց նիզակները դեպի դուրս։ И лошади в галопе, они стараются перепрыгивать через первый ряд, через второй ряд. Եվ ձիերը առհասարակ փորձում են, այսպես ասած, ցատկել առաջին շարքի վրայով։ Да, и это сбивает вот этот клин из рыцарей, и они оказываются внутри квадрата. Երբ որ այդպես է լինում, իրենց այս շարաշյունը, ասպետական, կորցնում է իրենց արդեն տեսքը եւ ամբողջապես փոխվում է նրանց կազմավորումը։ А как только лошадь перепрыгнула через строй и оказалась внутри квадрата, там их уже ждут. Իսկ երբ որ արդեն ձին թռնում է այդ առաջին շարքի զինվորների վրայով եւ հայտնվում է այդ քառակուսու մեջտեղում, իրեն այնտեղ սպասողներ կան։ Да, его быстренько окружают, стаскивают с лошади и закалывают на месте. Իրեն անմիջապես այդտեղ ասպետին իջեցնում են ձիու վրայից եւ սկսում են այս նիզակներով հարձակվել։ Да. И была очень известная битва в 1477 году. Եվ շատ հանրահայտնի ճակատամարտ եղավ 1477 թվականին, когда король, по-моему, то ли Франции, то ли Бельгии, один из королей Европы решил повоевать с Швейцарией, напал на них. Երբ որ կամ Ֆրանսիայի կամ Բելգիայի, եթե չեմ սխալվում, մի խոսքով Եվրոպայի թագավորներից մեկը որոշեց հարձակվել իրենց վրա։ И у него была очень могущественная армия, как на крестовый поход. Եվ նա ուներ շատ զորավոր մի բանակ, այնպես ինչպես խաչակրաց արշավանքների ժամանակ էր։ Швейцарская пехота полностью разбила конных рыцарей, они просто их разнесли. Եվ շվեյցարացի այդ
ցամաքայինները միանգամից ձիերով ասպետներին ջարդեցին։ Мгм. Да, солдаты выступали квадратом и очень хорошо работали в команде. Էլի այդ նույն կերպով էին աշխատում քառակուսիով եւ շատ իրար հետ համակարգված էին աշխատում։ Мгм. И битва стала началом эпохи превосходства пехоты. Եվ այս ճակատամարտը դարձավ այդ ոդկով հարձակվող զինվորների առաջնայնության դարաշրջանը։ Да, то есть это начало уже, можно сказать, современной армии. Այսինքն այսպես կարանք ասենք, որ սա արդեն ժամանակակից բանակի սկիզբն է Да, современная армия основана на пехоте и на командной работе. եւ ժամանակակից բանակն էլ չէ, հիմնված է այս հետևակային, հետևակային ռազմիկներից Мгм. И современная армия почти без брони. եւ հիմիկվանն էլ չէ, համարյա առանց զրահների է, Да, потому что способность маневрировать, способность передвигаться гораздо важнее. որովհետեւ շարժունակությունը ավելի կարեւոր է։ Да. Вот это историческое воспроизведение швейцарской баталии. Սա պատմական, այսպես ասած, վերամարմնավորումն է շվեյցարիական այդ պատի, Мгм. А это всякие разные пики, которые они использовали. իսկ սրանք այս տարբեր նիզակներն են, որոնք որ նրանք օգտագործել են։ С разных кантонов. Տարբեր կանտոններից, այդ անկախ հանրապետություններից, Да. Но видно, что они как эволюционировали, они подбирали какой инструмент самый лучший. եւ երևում է, որ նրանք զարգացել են ժամանակի ընթացքում, այսինքն իրենք ընտրել են որն է լավագույնը И с практикой они совершенствовались. եւ կիրառելով ավելի են բարելավվել։ Эта пехота стала считаться лучшим войском в мире. Եվ այս հետևակը դարձավ լավագույն զորքը աշխարհում И другие страны старались нанимать именно швейцарцев, чтобы давать отпор рыцарям. եւ մնացած երկրներն էլ փորձում էին հենց վարձկանների կանչելու պարագայում շվեյցարացիներ կանչել, որպեսզի կարողանային ասպետների դեմ կռիվ տան։ Причем европейцы пытались повторять швейцарцев, то есть они видели, как они дерутся, и думают, мы так же будем. Իմիջայլոց եվրոպացիները նայում էին, թե ինչպես են շվեյցարացիները պատերազմում ու փորձում էին կրկնել, У них не получалось, եւ ուզում էին ընդօրինակեին, բայց չստացվեց իրենց մոտ, потому что там основной момент был работа в команде. որովհետեւ այնտեղ կենտրոնական բանը թիմային աշխատանքն էր։ Да, то есть координация, способность реагировать. Այսինքն այդ կազմակերպվածությունը, որ կարողանաս արագ արձագանք տալ։ И практика, что швейцарцы очень много имели практики в этом. Եվ իհարկե փորձը, որ շվեյցարացիները շատ փորձ ունեին, մեծ փորձ ունեին։ Да. И случалось, что родственники оказывались нанятыми друг против друга. Եվ ստացվում էր այնպես, որ բարեկամներից ստացվում էին վարձած էր լինում երկու ճշնամական հանրապետություններ եւ նրանք դեմ դիմաց էին հայտնվում ճակատամարտում։ И узнавали друг друга на поле боя. Եվ մարտի դաշտում ճանաչում էին մեկը մյուսին։ И здесь рождается движение пацифизма. Այստեղ արդեն ծնվում է պացիֆիզմի շարժումը։ Он был интересным для гуманистов. Гуманисты и академики уже это обсуждали. Դա պարզվեց հետաքրքրական հումանիստների շրջանում, նրանք արդեն ակադեմիկոսները, հումանիստները արդեն քննարկել էին դա։ Первые века до этого у отцов церкви было тоже иногда разное отношение. Առաջի դարերում էլ եկեղեցու հայրերի մոտ կային տարբեր մոտեցումներ։ До IV века можно найти запреты на служение в армии. Կարելի է մինչև 4-րդ դարը գտնել արգելքներ բանակում ծառայելու, Но это крайне редко.
բայց դա շատ հազվադեպ էր։ После Константина церковь, наоборот, учила, что если человек отказывается от служения в армии, то он мог попасть под церковную дисциплину. Եվ Կոստանդիանոսից հետո ընդհակառակը եկեղեցին սովորեցնում էր, որ եթե մարդը փորձում է խուսափել զինվորական ծառայությունից, կարող են իրեն դաստիարակել И Лютер, и Кальвин, и Цвингли, они как бы оставались в потоке этой традиции церковных отцов. եւ Լյութերը, Կալվինը, Ցվինգլին, այսպես ասած, մնացել էին այդ եկեղեցու հայրերի ը, խմբի մեջ, այսպես ասած։ Да, то есть Ինչպես էին տակ почему? եւ Почему ինչպես было такое учение? իսկ ինչպես հայտնվեց այդպիսի ուսմունք, ինչու հայտնվեց այդպիսի ուսուցում։ Потому что не было народа или не было общества без армии. Որովհետեւ չկար ժողովուրդ, որ չունենար բանակ։ И профессиональная армия была редкостью. Это не у всех она есть. Իսկ պրոֆեսիոնալ բանակը դա հազվագյուտ էր պատահում, բոլորը չէ որ ունեին։ Да, то есть профессиональная армия у короля. У короля есть рыцари, они его защищают, это профессионалы. Այսինքն պրոֆեսիոնալ բանակ ուներ թագավորը, դրանք ասպետներն էին եւ ասպետները պաշտպանում էին թագավորին։ Но когда война, созывают с населения, берут мужиков с населения, чтобы они участвовали на войне. Բայց երբ որ արդեն պատերազմական իրավիճակ է լինում, բնակչությունից տղամարդկանց հավաքում են, որպեսզի ուղարկեն կռվելու։ И с точки зрения реформации магистровской, отказ от служения в армии– это предательство своего народа. Եվ մագիստրոսական բարեկարգության տեսանկյունից, եթե քեզ կանչեին եւ դու հրաժարվեիր, դա համարվում էր պետական դավաճանություն։ То есть вы живете в какой-то местности, и вы пользуетесь благами общества. Այսինքն դուք ապրում եք ինչ որ տեղանքում, որտեղ дук այդ հասարակության բարիքներից եք օգտվում։ Вы пользуетесь безопасностью, что мало разбойников. Դուք օգտվում եք անվտանգությունից, որ քիչ հանցագործներ կան։ Вы пользуетесь низкими налогами. Դուք օգտվում եք ցածր հարկերից։ Ваш бизнес за стенами города, и эти стены кто-то строил. Եվ ձեր բիզնեսը, որ դուք զբաղվում եք, քաղաքի պատերից ներս եւ այդ պատերը ինչ որ մեկը կառուցել է։ И вот пришли враги и осадили город. Եվ ահա եկել են թշնամիներն ու պաշարել են քաղաքը։ И оказывается, что какие-то люди говорят, а мы не будем защищаться. Եվ բարձում է, որ կան մարդիկ, ովքեր ասում են, մենք չենք պաշտպանվի։ То есть, когда все хорошо, они пользуются благом общества. Այսինքն, երբ որ ամեն бан լավ է, իրենք հասարակության բարիքներից օգտվում են։ А когда кризис, они разбегаются. Իսկ երբ որ ճգնաժամ է, նրանք արդեն փախչում են։ То есть, получается, это как пиявки. Получается как Как пиявки. Как те, кто пользуется обществом, но не вкладывает в него. Այսինքն լինում են մարդիկ, այս մարդիկ միայն բարիքի ժամանակ են օգտվում իրենց այդ պետության, հա, միայն այդ ժամանակ են ներգրաված լինում։ Հենց որ իրենց պետությունում արդեն ճգնաժամ է լինում, իրենք չեն ուզում ներդրում ունենալ։ Да, как будто паразит, да? Ինչպես մի ոնց որ իրենք միայն այսպես sense կենթանիներ կան, չէ, որ քաշում են մարդկանցից իրենց կենսական, հա, այդ վիտամինները, այսպես ասած։ То есть это как корабль тонет, и знаете, говорят, крысы стали убегать с корабля. Այսպեսի մի նմանություն կա, չէ, որ ասում են, երբ որ նավը խորտակվում է, արդեն առնետները սկսում են փախչել։ И, в принципе, это всеобщее мнение. То есть, если вы живете в городе и вы говорите, я отказываюсь от службы, то отношение к вам будет очень плохое. Այսինքն, եթե դուք ապրում եք քաղաքում եւ ասում եք, որ եթե լինի ճգնաժամ, ես չեմ աջակցելու, մարդիկ շատ վատ կարծիք ունեն ձեր մասին արդեն։ Да, то есть пацифизм только касается обычно монахов или духовенства в редких исключениях. То есть это обычно привилегия для кого-то, но
ожидается, что общество должно уметь себя защищать. Եվ միայն որոշակի շրջանակներում, ինչպեսիք են օրինակ Մենաստանները, հա, վանականների շրջանակներում էր դա գործում, որ նրանք զենք չվերցնեին, բայց առհասարակ սպասվում էր, որ դու պետք է պաշտպանես այն հասարակությունը, որտեղ դու ապրում ես։ И смотрите, Цвингли оказался капелланом в наемных войсках. Եվ տեսեք Ցվինգլին այսպիսի մի վարձկանների բանակում, հա, վարձկանների բանակում А, մտնում է որպես քահանա, հա, այսպես ասած։ Да, 3 года, и у него есть духовное образование, и он как бы служит солдатам. Այսինքն ինքը 3 տարի ունի հոգևոր կրթություն եւ մտնում է այնտեղ, որպեսզի ծառայի զինվորներին։ И здесь уже получается что-то совсем другое. Եվ արդեն այստեղ ինչ որ ուրիշ բան է բարձվում։ То есть это не люди защищают город, а это люди идут, и они кого-то убивают за деньги. Այսինքն այստեղ հարցը արդեն ուրիշ է։ Մարդիկ ոչ թե պաշտպանում են ինձ երկիրը, որտեղ որ ապրում են, այլ ուղղակի իրենք վարձկաններ են գումարով գնում են մարդ սպանելու։ Мгм. И он начинает сравнивать наемничество с работорговлей. Եվ նա արդեն այդտեղ սկսում է վարձկանությունը ստրուկների վաճառքի հետ համեմատել։ Потому что он видит, кто больше всего зарабатывает на этом. Որտեղ տեսնում է, որ ով է ավելի շատ աշխատում դրա Это не միջոցով։ солдат, Դա զինվորը չի, это принц кантона. այլ արքայազն է, ով որ կանգնած է այդ կանտոնի գլխավերևում։ Да, или богатые люди в городском совете кантона. Կամ էլ այդ անկախ քաղաքների խորհրդի վրա կանգնած ինչ որ մեկը։ Потому что контракт подписывают не с индивидуально солдатами. Там нужно нанимать целую команду, да, то есть подписывают контракт с городским советом. Եվ ինչի համար, որովհետև ոչ թե անհատական զինվորների հետ էր կնքվում պայմանագիր, այլ ընդհանուր թիմի հետ էր կնքվում։ И получается, что люди, которые не сражаются, зарабатывают деньги на тех, кто сражается. Ես ասում եմ, որ այն մարդիկ, ովքեր որ չէին կռվում, այսինքն այս անկախ քաղաքների կանտոնների գլխավերում կանգնած հարուստներն ու իշխանավորները, իրենք որ չէին կռվում, աշխատում էին գումար նրանց հաշվին, ովքեր կռվում էին։ Да, Цвингли это видит, и он начинает открыто проповедовать против этого. Ցվինգլին դա տեսնում է եւ սկսում է բացահայտ քարոզել դրա դիմաց, դրա դեմ։ Да. И появляются анабаптисты, и они говорят, Цвингли прав, что он критикует наемничество, но он не прав, что он не критикует вообще службу в армии. Եվ հայտնվում են վերամկրտականները, եւ ասում են, որ Ցվինգլին ճիշտ է, որ քննադատում է վարձկանությունը, բայց ճիշտ չէ, որ չի քննադատում ընդհանրապես բանակի ծառայությունը։ И вы видите, да, это реформация, то есть общество реформируется. Եվ դուք տեսնում եք, սա բարեկարգություն է, այսինքն հասարակությունն է բարեկարգվում։ Да, но здесь нужно понять, то есть почему анабаптисты откалываются от Цвингли. Եվ այստեղ պետք է հասկանանք, թե ինչի համար են հենց անաբապտիստները Ցվինգլից բաժանություն ունենում։ Да, по совести. Խղճի հարցով։ То есть они говорят, по совести, как христианин, я не могу убивать. Նրանք ասում են, այսինքն որպես քրիստոնյա իմ խղճին, եթե հավատալի մնամ, ես չեմ կարող մարտվել։ Да, они говорят, что, посмотрите, Иисус сказал, если вас ударили в левую щеку, подставьте правую. Նրանք ասում են, տեսեք, Հիսուսը ասաց, եթե ձեր ձախ այդին հարվածել են, աչքն Да, что душа человека не стоит никаких богатств. Եվ ասում են, որ մարդու հոգին ոչ մի հարստության հետ չի կարելի համեմատել։ Да, то есть они говорят, если кто-то хочет забрать мой бизнес, если кто-то хочет сжечь мой дом, я ему позволю. Այսինքն նրանք ասում են, եթե մեկ ուզում էին
բիզնեսը իմ տունը վառել կամ հա վերցնել, ես թույլ կտամ։ И вот эти вопросы, они становятся корневыми в это поколение. Եվ այս հարցերը դառնում են արմատական քննարկության առարկաներ այս սերնդի մեջ։ То есть это не просто разногласия по абстрактным богословским вопросам. Այսինքն սա ոչ թե ուղղակի տարաձայնություններ են վերացական աստվածաբանական հարցերի մեջ, Это разногласия по вопросам практическим, которые очень насущные. այլ սրանք ռեալ առօրյա, հա, գործնական հարցերի հետ կապված տարաձայնություններ են։ Анабаптисты отказываются клясться. Անաբապտիստները ասում են, որ իրենք չեն երթվի, Клятва — это средневековый контракт, все на клятвах. նրանք հրաժարվում են այդ երթում տալուց եւ միջնադարյան այդ բոլոր պայմանագրերը հիմնված են հենց երթումների վրա։ И они настаивают и говорят: Иисус учил, что пусть ваше да будет да, ваше нет будет нет. Նրանք պնդում էին ու ասում էին, որ Հիսուսը սովորեցրեց, որ թող որ ձեր այոն այո լինի եւ ոչը ոչ։ А все остальное от сатаны. Եվ մնացածը սատանայից է։ И они наотрез отказываются давать устные клятвы или письменные. Եվ նրանք մերժում են տալ թե բառացի, բերանացի, թե գրավոր ինչ որ երթում։ Они отказываются подписывать какое-либо обещание или какой-либо контракт. Նրանք հրաժարվում են ինչ որ խոստում կամ պայմանագիր, համաձայնագիր ստորագրելուց։ Да, и, естественно, армейский призыв, служба в армии — это в первую очередь присяга. Բնականաբար զինվորական ծառայությունը առաջին հերթին ունից ենթադրում է հենց պայմանագրի ստորագրություն, այսինքն երթում։ То есть солдат, он должен пообещать клятвой, что он будет исполнять приказы. Այսինքն զինվորը պետք է առաջին հերթին երթվի, որ կկատարի հրամանները։ И что он будет верный своему начальнику Եվ որ իր վերադասին հավատարիմ կլինի։ до смерти. Իմա։ Да, то есть анабаптисты даже отказываются от этого. Они говорят: я никогда ничего не подпишу, я никогда ничего не пообещаю такого. Այսինքն անաբապտիստները անգամ սրան էին դեմ կանգնում, ասում են ես երբեք ոչ մի բան չեմ ստորագրի, ես երբեք ոչ ոքի ոչ մի բան չեմ խոստանա, չեմ երթվի։ Да, и это скорее больше причина репрессий против анабаптистов, чем их, допустим, богословские отличия. Եվ սա այն ճնշումները, որոնք որ գործադրվում էին անաբապտիստների վրա, ավելի մեծ պատճառ էր, քան իրենց մնացած աստվածաբանական տարբերությունները։ Да, то есть вы видите, насколько это был насущный вопрос, потому что в Вестминстерском символе веры есть даже секция об этом. Եվ սա այն աստիճանի կարևոր հարց էր, որ անգամ Վեստմինիստրի հավատամքում կա առանձին բաժին սրա հետ կապված։ Да, во второй части, смотри, написано, что в соответствии со здравыми законами общества. Это где? Во второй части цитаты, вот цитата, и там написано в соответствии со здравыми законами общества. Այսինքն ասում է այնտեղ համահունչ հասարակական օրենսդրությանը, запятая, если того требует справедливость и необходимость. Ստորակետ, եթե այդպես արդար է եւ անհրաժեշտություն կա, они могут законным образом в согласии с Новым Заветом применять военные действия. Նրանք կարող են օրենքով, նոր կտակարանի հետ համահունչ կերպով գնալ ռազմական գործողությունների։ Да. То есть это позиция магистерской реформации. Այսինքն սա магистрал բարեկարգյալների դիրքորոշումն է։ И, кстати, опять же, в наше поколение это все оказалось очень актуальным. Եվ կրկին անգամ մեր սերնդի մեջ սա էլ դարձավ էլի շատ արդիական հարց։ Да, знаете, оказывается, что русско-украинская война сейчас, она официально даже не война. Եվ գիտեք, ռուսական-ուկրաինական պատերազմը անգամ պետական մասշտաբով պատերազմել չի համարվում։
Да, это с одной стороны спецоперация, Մի կողմ ասում է, որ դա հատուկ գործողություններ են, а с другой стороны экстренная ситуация. իսկ մյուս կողմը ասում է, որ դա ծայրահեղ իրավիճակ է։ Да, то есть официально не было объявлено войны. Այսինքն պաշտոնական մակարդակով պատերազմ հայտարարած չի։ Да, 4 года уже. Արդեն 4 տարի է։ Да, и у нас в церквах стал очень острый вопрос. У нас очень много уклонистов. Очень много։ Уклонистов, то есть кто отказывается от службы. Եվ մեր մոտ եկեղեցիներում էլի հարց առաջացավ։ Մեր եկեղեցիներում կան շատ մարդիկ, ովքեր որ դեմ են ծառայությանը զինվորական։ Да, потому что они говорят, что нету даже официального юридического основания на армию. Որովհետև իրենք ասում են, որ անգամ իրավական ինչ որ հիմքեր չկա, որ սա պատերազմ է համարվում եւ ես գնում եմ պատերազմ։ Мгм. И есть ситуации, когда с двух сторон оказываются родственники. Եվ էլի այդպիսի իրավիճակներ ստեղծվում են, որ երկու կողմերը լինում են, որ բարեկամներ են լինում, բայց դեմ են կանգնում։ Да. И это насущно очень больная тема. Եվ դա շատ ցավոտ խնդիր է։ Да, но эти вопросы уже тогда были с большим количеством войн, они были прямо на умах, на глазах у людей. Եվ այն ժամանակ էլ սա շատ մեծ խնդիր էր ու մարդկանց աչքի առաջ էր։ Хорошо, это про пацифизм. Есть ли вопросы про пацифизм? Ահա սա պասիֆիզմի հետ կապված, եթե հարցեր ունեք։ Мгм. Есть очень хороший фильм американский, называется «По соображениям совести». Ահա։ Կա շատ լավ ամերիկյան մի ֆիլմ խղճի պատկերացումով, հա, այսպես է անվանումը։ Да, по-английски называется Hacksaw Ridge. Кто-нибудь видел его? Դա я видел։ Мгм. Ինչ որ մեկը դա տեսել է ձեզնից։ Да, там американский, по-моему, он был адвентист седьмого дня, да? Ադվենտիստ։ Այնտեղ գլխավոր հերոսը ադվենտիստ է И он попал в Японию и отказывается брать оружие. եւ հայտնվում է պատերազմական գործողությունների արդյունքում Ճապոնիայում, բայց մերժում է զենք վերցնել По совести. խղճի հետ կապված։ И его все называют трусом. Եվ իրեն բոլորը անվանում են վախկոտ։ И его солдаты бьют, его свои солдаты бьют. Իր կողմի զինվորները իրեն ծեծում են։ Да, стоит посмотреть, очень классный фильм. Արժի դիտել, որովհետեւ շատ լավ ֆիլմ է։ И он очень классный для духовных размышлений, потому что там вот это богословие, оно прям стоит очень остро. Շատ լավ ֆիլմ է, մտածելու տեղ է տալիս, որովհետեւ այնտեղ հենց այդ աստվածաբանությունը, ինչ մասին մենք որ խոսում ենք, շատ սուր կերպով արտահայտվում է։ Мгм. Ես հիշեցի В 1500... Հա, Давид видел, он вспомнил. Мгм, мгм, да. Марбург 1529 года. Մարբուրգ 1529 թվական А, Собралась конференция между Лютером, Цвингли и Кальвином. այնտեղ հավաքվեց մի ժողով Լութերի, Ցվինգլի, Կալվինի միջև։ Значит, цель конференции — это образовать общую протестантскую позицию по ряду вопросов. Եվ այս կոնֆերանսի նպատակն էր ընդհանրական մի մի համաձայնության գալ բարեկարգության հարցերի հետ կապված։ И в первую очередь это касается хлебопреломления. Եվ առաջին հերթին դա վերաբերվում էր հացի կոտրելուն, այսինքն հաղորդության հետ կապված խնդիրներին են անդրադառնալ։ Да, потому что Мартин Лютер отвергает католическое учение о транссубстанциации. Որովհետև Մարտին Լյութերը կաթոլիկ այդ հասկացողությունը տրանսուբստանցիայի մասին մերժում էր։ Он предлагает свою модель, которую он называет консубстанциацией. Եվ ինքը իր մոդելն է առաջարկում, որը կոնսուբստանցիայի մասին է։ Она схоластическая, то есть она тоже аристотельская. Ինքը էլի սխոլաստական է, այսինքն
արիստոտելական մտածելակերպի արդյունք է, Но она в целом никому не нравится. բայց ընդհանուր առմամբ ոչ ոքի դուր չի գալիս դա։ Да, то есть Кальвин, он не принимает ее, ну, он как бы в целом, в принципе, согласен, Եվ Կալվինը չի ընդունում, այսինքն ընդհանուր առմամբ Կալվինը համաձայն էր, но он не принимает сам термин и не говорит, что типа это правильное учение. տիպը հետը что։ Правильное учение. Ընդհանուր առմամբ Կալվինը համաձայն էր, բայց հենց տերմինը չէր ընդունում ու չէր ասում, որ դա ճիշտ ուսմունք է։ Да, в институтах христианской религии он опирается больше на церковных отцов. Եվ իր քրիստոնեական հավատի հիմունքները գրքի մեջ ավելի շատ հենվում է եկեղեցու հայրը, А там настаивается настоящее присутствие Христа, եւ այնտեղ նա պնդում է Քրիստոսի իրական ներկայությունը, но не объясняется, каким образом. բայց չի բացատրվում այնտեղ ինչ կերպով։ Единственное, что объясняется, что это божественная энергия, божественное присутствие божественной энергии. Միայն բացատրվում է, որ դա աստվածային, հա, այսպես էներգիայի ներկայություն է։ Да, и Кальвин, он как бы настаивает на этом божественном присутствии, но он не дает модель типа консубстанциации. Եվ այնտեղ Կալվինը հենվում է այդ Աստծո ներկայության գաղափարի վրա, որ այո, Աստված ներկա է հաղորդության ժամանակ, բայց չի տալիս կոնսուբստացիայի մոդել։ Цвингли ее просто отвергает. Ցվինգլին ուղղակի դա մերժում է, Он вообще не понимает, зачем это надо. քանապես չի հասկանում ինչի է դա պետք։ Он говорит, здесь все просто, это просто символы. А если символы, там ничего такого особенного нету. Նա ասում է, սա ուղղակի սիմվոլներ են, եթե այդպես է, уղղակի այդտեղ ոչ մի արտասովոր բան չկա։ Да. И Лютер на этой встрече, он обозвал Цвингли свиньей за рационализм в отношении к хлебопреломлению. Եվ այդ հանդիպման ժամանակ Լյութերը Ցվինգլին անվանում է խոս իր ռացիոնալիզմի համար, որ այսպիսի վերաբերմունք ունի հացի եւ գինուն։ Да, и на самом деле это было плохо. Եվ իրականում դա վատ էր։ Потому что они, может быть, могли бы в чем-то другом согласиться, может быть, какую-то общую позицию выставить хотя бы по вторичным вопросам. Որովհետեւ իրենք հնարավոր է գոնե երկրորդական հարցերում, հա, եթե ոչ այս մեկում, կկարողանային ընդհանուր ինչ որ համաձայնության գալ, Но они не сошлись в этом, и, в принципе, конференция была полным провалом. եւ այսինքն սկզբունքայինորեն եթե դրանք այս հարցի շուրջ իրար հետ չկարողացան լեզու գտնել, ամբողջ կոնֆերանսը ձախողվեց։ То есть нужно понимать, что Кальвин, он не видел здесь такого разрыва сильного. Եվ պետք է հասկանալ, որ Կալվինը այստեղ այդպիսի մեծ մի բաժանում չի տեսնում։ Да, то есть его подход был, он был юристом, и он думал, что можно так сформулировать, чтобы найти что-то общее, и потом можно обозначить свои различия. Եվ Կալվինը, քանի որ իրավաբան էր, մտածում էր կարելի է այսպես ձևակերպել միտքը կոնկրետ հաղորդության մասին։ Եվ Կալվինի ինքի իր միտքը այնպես է ձևակերպում, որ երկու կողմերի հետ էլ ինչ որ ընդհանրություններ ունենա, որ เป զի հետո տեղ թողնի, որ երկրորդային այդ հարցերում լինեն շարունակություն, քննարկում։ Например, можно было бы согласиться, что католическая позиция неправильная. Օրինակ կարելի է համաձայնվել, որ կաթոլիկ դիրքորոշումը սխալ է։ Но Лютер, мы его уже изучили хорошо, он был бескомпромиссным. Բայց Լյութերը մենք արդեն իրեն շատ ենք ուսումնասիրել, շատ լավ ենք ուսումնասիրել, ինքը փոխզիջողականություն չուներ։ Да, когда Цвингли погибнет в битве, Եվ որ Ցվինգլին կմահանա պատերազմի ժամանակ, Лютер прокомментирует смерть Цвингли, скажет, гордых карает Бог. Այդ ժամանակ Լյութերը իր մեկնաբանություններում ասում է հպարտներին Աստված է պատժում։ Да, то есть это показывает его отношение к реформации в Швейцарии. Եվ դա իր այսպես ասած վերաբերմունքն է արտահայտում այս արտահայտությունը շվեյցարական բարեկարգության մասին։ И конкретно его неприязнь к Цвингли была за рационализм. Եվ հենց նա դեմ էր Ցվինգլիին հենց ռացիոնալիզմի պատճառով։ Да, то есть Цвингли как бы своим умом не мог понять, и поэтому он отвергал то, что он не понимал умом. Այսինքն Ցվինգլին, քանի որ իր ուղեղով չէր կարողանում հասկանալ ինչ-որ բան, ինչը չէր հասկանում, նա ուղղակի դա շղթում էր։
А с точки зрения Лютера, как схоласта, что это принцип Ансельма, что вера ищет понимание. Իսկ Լյութերի սկզբունքը որպես խոլաստ, չէ՞ որ նա խոլաստ էր, ոնց որ Անսելմի մոդելով նա ասում էր, որ հավատքը փնտրում է հասկացողություն։ Мгм. И, в принципе, с тех пор протестантизм не обрел догматического единства по этим вопросам. Եվ սկզբունքայինորեն այդ ժամանակից հետո բողոքականությունը չգտավ, այսպես ասած, մի ֆիքսված դիրքորոշում այս հարցի շուրջ։ Более того, в этом споре Цвингли победил. Ավելին այս վիճաբանության մեջ Ցվինգլին հաղթեց։ Да, то есть его практика и его понимание хлебопреломления сегодня доминирует. Այսինքն իր գիտակցությունը, իր հասկացողությունը, իր մոդելը հաղորդության հետ կապված այսօր դոմինանտ է։ Да, хотя помимо рационализма этому нет хорошего основания. Չնայած որ ռացիոնալիզմից բացի դա ոչ մի լավ հիմք չունի։ Вот. И получается, что они 500 лет назад этот вопрос не разрешили. Եվ ստացվեց, որ 500 տարի առաջ նրանք այդ հարցը չլուծեցին։ И, значит, выходит, что либо нам, либо нашим детям надо этот вопрос решать. Եվ ստացվեց, որ կամ մենք, կամ մեր երեխաները պետք է այդ հարցը։ А его надо решать, потому что это важный вопрос. Բայց այդ հարցը պետք է լուծել, որովհետև այդ հարցը շատ կարևոր է։ Хорошо. Мы заканчиваем Цвингли. Есть какие-то вопросы по Цвингли? Մենք ավարտում ենք Ցվինգլիին, եթե հարցեր ունեք, Да, мы переходим к Кальвину. կանցնում ենք Сейчас сброшу в чат конспект. Չաթից կարող եք Կալվինի կոնսպեկտներ ունենալ։ Мгм. Да, Жан Кальвин. Ժան Կալվին Значит, первое, посмотрите на дату его рождения, 1509 год. առաջին հերթին նայեք իր ծնունդի, հա, ամսաթիվին 1509 թվական։ То есть, когда прибили 95 тезисов, когда Лютер прибил 95 тезисов, ему было 8 лет. Սա նշանակում է, որ երբ որ Լյութերը 95 թեզիսները առաջադրեց, Կալվինը 8 տարեկան էր։ Да, это самый молодой из великих реформаторов. Եվ նա հանդիսանում է ամենաերիտասարդը մեծ բարեկարգյալներից։ И его молодость это фактор, который очень нас должен удивлять ввиду его вклада в последующие события. Եվ իր երիտասարդությունը պետք է մեզ շատ զարմացնի այն ֆոնին, որ նա ունեցել է մեծ ներդրում հաջորդող իրավիճակների մեջ։ Потому что он оказался лидирующим систематизатором протестантского богословия. Որովհետև նա հետագայում կդառնա առաջատար համակարգողը բարեկարգյալ աստվածաբանության։ Несмотря на то, что он присоединился к реформации с опозданием. Չնայած նրան, որ նա միացել է բարեկարգությանը մի քիչ ուշացումով։ Он родился в семье успешного юриста. Նա ծնվել է հաջողակ իրավաբանի ընտանիքում И с раннего детства проявлял необычный ум и память. եւ իր երիտասարդ տարիներից արտահայտել է եւ ցուցաբերել է ուղղակի ֆենոմենալ հիշողություն եւ ուղղի լավ զարգացվածություն։ В 12 лет он стал служить в церкви. 12 տարեկանից արդեն սկսեց ծառայել եկեղեցում։ Но в 16 лет его папа передумал и отправил Кальвина в Орлеан учиться на юриста. Եվ 16 տարեկանում, հա, իր հայրը իր միտքը փոխում է, փոշմանում է եւ Կալվինին ուղարկում է
Օրլեան սովորելու որպես իրավաբան։ Да, смотрите, когда он передумал, такая дата интересная получается, да? Տեսեք ինչ հետաքրքիր ամսաթիվ է, թե երբ է իր հայրը փոշմանում 1525 թվականը։ Это через буквально 3-4 года после тезисов. Հենց 3-4 տարի հետո 95 թեզիսներից։ Да, то есть его папа, наверное, решил, что карьера в церкви это не самое лучшее. Այսինքն երևի թե իր հայրը այս իրադարձությունների արդյունքում մտածեց, որ եկեղեցական կարիերան ամենալավը չէ։ Да, из-за коррупции и из-за внутренних проблем. Կոռուպցիայի եւ ներքին խնդիրների պատճառով։ Он покаялся, когда ему было 20 лет. Ինքը ապաշխարեց, երբ որ 20 տարեկան էր, Да, и выразил это типичными себе словами. եւ արտահայտեց այս դեպքը իրեն բնորոշ բառերով։ Да. Неожиданно Бог укротил мой разум и волю в смирение к назиданию. Անսպասելիորեն Աստված խոնարհեցրեց իմ միտքը, իմ կամքը, որպեսզի ես խոնարհությամբ հետևեմ, которые прежде были гораздо более бесчувственными, чем казалось. որոնք որ այն ժամանակ ավելի անզգայուն էին թվում, ավելի անզգայուն էին իրականում, քան թվում էին։ Да, помните, мы читали запись покаяния Лютера? Հիշում եք մենք Լյութերի այդ ապաշխարության նշումը կարդացել ենք։ Она вся была пропитана эмоциями. Այդ ամբողջը ուղղակի լիքն էր էմոցիաներով։ Да, Кальвин так одним предложением. Իսկ Կալվինի մոտ ուղղակի այսպես մի նախադասությամբ արտահայտվում է։ Да, так просто, по сути дела, между прочим. Այսինքն նա ուղղակի սա նկարագրում է И юридическим языком. կերտում է այս նախադասությունը, այսպես ասած, իր մասնագիտական լեզվով, իրավաբանական լեզվով։ Он выучил греческий язык для изучения закона в университете Буржа. Նա հունարեն սովորեց Բուրժեի համալսարանում։ В 1932 году он защищает докторскую степень, ему всего лишь 23 года. 32 թվականին, ընդամենը 23 տարեկանում Օրլեանում պաշտպանում է դոկտորական աստիճան։ Да, это через 3 года после покаяния. Սա իր ապաշխարությունից 3 տարի հետո էր։ И он уже на самом деле принадлежит реформации, то есть он уже полностью в открытую идет против католической церкви. Եվ նա արդեն այս ժամանակահատվածում ամբողջապես գնում է կաթոլիկության դեմ, արդեն պատկանում է բարեկարգությանը։ Он переехал в Париж и учился в Париже. Նա եկավ Փարիզ, որ սովորի։ Да, и раскрутился скандал вокруг его наставника Николаса Копа. Եվ Նիկոլաս Կոպը իր մոտիկ ընկերներ, он служил ректором в Королевском колледже в Париже. նա ծառայել էր որպես ռեկտոր Փարիզի թագավորական քոլեջում։ И Коп призывает студентов Парижского университета присоединиться к реформации. Եվ Կոպը այդ Փարիզի համալսարանի ուսանողներին կոչ է անում, որպեսզի նրանք միանան բարեկարգությանը։ Да, и мы предполагаем, что Кальвин на него повлиял, что Кальвин даже часть его речи составил. Մենք ենթադրում ենք, որ Կալվինը ազդեցություն է ունեցել Կոպի վրա եւ անգամ իր քարոզների, հա, այսպես կոչերի ինչ որ մասել Կալվինն է կազմել։ Франция и Германия это два очень разных места. Ֆրանսիան եւ Գերմանիան դա երկու շատ տարբեր հատվածներ են։ В Германии Фридрих Мудрый сдерживает папскую власть. Գերմանիայում Ֆրիդրիխ Իմաստունը պահում է պապական իշխանությունը։ Во Франции монарх полностью католический, и он не то, что не сдерживает папскую власть, он полностью во всем поддерживает папу.
Իսկ այնտեղ հակառակն է, Փարիզում հակառակն է, ոչ թե պահում է, որ ինչպես Ֆրիդրիխը, այլ ընդհակառակը ամբողջապես տրված է այդ իշխանությանը, չի փորձում իրեն հետ պահել։ Да, поэтому, когда профессор Королевского колледжа призвал студентов присоединяться к реформации, Դրա համար երբ որ թագավորական քոլեջի դասախոսը պրոֆեսորը կոչ է անում միանալ բարեկարգությանը, король сразу немедля подписывает орден на арест. թագավորը դրանից հետո միանգամից առանց հապաղելու ձերբակալության հրաման է գրում։ И они вместе бежали в Швейцарию. Եվ իրենք երկուսով փախնում են Շվեյցարիա։ Вообще Кальвин думал, что это временно. Ընդհանրապես Կալվինը մտածում էր, որ դա ժամանակավոր է։ Он надеялся вернуться в Париж или во Францию, как только там дела поменяются. Եվ նա հույս ուներ վերադառնալ Ֆրանսիա կամ Փարիզ, այն բանից հետո երբ մի քիչ կրքերը կհանդարտվեին, Он знал, что среди студентов реформация была очень популярной. եւ նա գիտեր, որ ուսանողության շրջանակներում բարեկարգությունը շատ հայտնի է, տարածված է, С его точки зрения, общество и церковь реформируются неизбежно. եւ իր տեսակետով հասարակությունն ու եկեղեցին անպայմանորեն բարեկարգվում են։ Ему нужно просто отсидеться, подождать, и он вернется в реформированную Францию. Ուղղակի իր կարծիքով պետք է մի քիչ սպասել, հետո միջև խաղաղվի ամեն բան եւ ինքը կարող է հետ գալ եւ շարունակել իր բարեկարգությունը Ֆրանսիայում։ Но Коп и Кальвин оба останутся в Բայց Швейцарии. մենք կտեսնենք, որ Կոպն էլ, Կալվինն էլ, երկուսն էլ մնալու են Շվեյցարիայում։ Как это произошло, мы узнаем после перемены. Եվ ինչպես դա տեղի ունեցավ, մենք իմանանք դատարից հետո։